Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, հունիսի 3։ Նա իր անձը խոնարեցրեց, Փիլիպպեցիս 2:8 խոսք։ Տեր Հիսուսը սրտի խոնարհության մեծ ուսուցիչ է, մենք ամեն օր կարիք ունենք սովորելու նրանից։ Տես թե ինչպես է Տերը վերցնում սրբիչը և լվանում աշակերտների ոտքերը, և դու, որ Քրիստոսի հետևորդն ես, մի՞թե չես խոնարեցնի քո անձը։ Նայիր, թե ինչպես է նա ծառայում ծառաներին, և դու անշուշտ այլևս չես կարող հպարտ մնալ։ Մի՞թե այս նախադասությունը նրա կենսագրության ամփոփագիրը չէ։ Նա իր անձը խոնարեցրեց։ Մի՞թե երկրի վրա նա մեկը մյուսի հետևից չէր հանում բոլոր պատվո-պատմուճանները, մինչև ամբողջովին մերկ գամվեց խաչափայտին։ Եվ մի՞թե նույնիսկ խաչի վրա նա չունայնացրեց իր անձը թափելով իր արյունը և իր կյանքը տալով մեզ համար, մինչև առանց գրոշի դրվեց պարտքով վերցրած գերեզմանի մեջ։ Ախ, որքան ցածրացավ մեր թանկագին Փրկիչը, և մի՞թե մենք կարող ենք հպարտ մնալ։ Կանգնիր խաչի առջև և հաշվիր այն արյան կարմիր կաթիլները, որով դու մաքրվեցիր։ Տես փշե պսակը, նայիր նրա խարազանված ուսերին, որոնցից դեռ արյան շիթեր են ցայտում։ Տես թե ինչպես են նրա ոտքերն ու ձեռքերը հանձնվում դաժան երկաթներին, իսկ նրա անձը մատնվում ծաղրի և անարգանքի։ Տես թե ինչպես են դառնությունը, ցավերն ու ներքին կսկիծն արտահայտվում նրա արտաքին կերպարանքում։ Լսիր նրա հոգեցունց ճիչը. «Աստված իմ, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ»։ Եվ եթե դու երեսնի վայր չես ընկնում գետնին այդ խաչի առջև, ուրեմն երբեք էլ չես տեսել այն։ Եթե դու չես խոնարհվում Տեր Հիսուսի ներկայության մեջ, ուրեմն չես ճանաչում նրան։ Դու այնքան կորսված էիր, որ ոչինչ չէր կարող փրկել քեզ, բացի Աստծո միածին Որդու զոհաբերությունից։ Խորհի՛ր սրա շուրջ, և ինչպես Տեր Հիսուսն է իր անձը ցածրացրել քեզ համար, այնպես էլ դու խոնարհվիր նրա ոտքերի մոտ։ Քրիստոսի զարմանահրաշ սիրո զգացողությունն ավելի է ստիպում մեզ խոնարհվել, քան նույնիսկ մեր սեփական մեղքի գիտակցումը։ Թող Տերն իր Սուրբ Հոգով տանի մեզ Գողգոթա, և այդ ժամանակ մենք կթողնենք գոռոզ ու փքված մարդու մեր կարգավիճակը և կստանձնենք այն խոնարհ մարդու կարգավիճակը, որը շատ է սիրում, որովհետև իրեն շատ է ներված։ Հպարտությունը չի կարող ապրել խաչի ներքո, այնպես որ եկեք սովորենք այս դասը և կիրառենք այն մեր գործնական կյանքում։